քննարկենք ԵԱՍՄ-ի եւ կանաչապատման գործընկերների հետ, ով ունի ավելի համապատասխան տեխնիկա եւ այդ համապատասխանաբար տեղափոխենք ենթադրաբար դա ԵԱՍՄ-ի վրա։ Պարոն Կատվալյան, նման քննարկում ունեցել եք։ Պարոն քաղաքապետ, նման քննարկում ունեցել եք, բայց անկեղծ ասած ԵԱՍՄ-ի վրա այդ մաքրման կայանի գործառույթը տեղափոխելը բավական դժվարություն է առաջացնելու մեր համար։ Մենք համաձայն ենք, որ մաքրված աղբը ենթադրենք տեղադրվի կոնտեյներների մեջ, դա մենք տանենք, բայց մնացած մաքրման process-ը մեր համար խնդիր է առաջացնելու։ Պարոն Բեգոյան, դուք ինչ կասեք։ Պարոն քաղաքապետ, մաքրելու հարցով խնդիր չկա, ուղղակի մեքենաները չեն կարող մոտենալ, այնտեղ կան այսպես թե այնպես հիմա սպասարկումների կողմից, միակ խնդիրը, որ տեխնիկան չի կարող մոտենալ աղբը վերցնել, եւ երբեմն խնդիր է առաջանում գրաբարերի մասում, ուրումների ժամանակ առաջացած մոտակումների ժամանակ, որի ժամանակ անհրաժեշտ է տրակտորի չեցնել այդ մասը։ Մնացած մասով մենք կարող ենք սպասարկել։ Շատ լավ, դե հենց այստեղ էլ ֆիքսվեց փաստորեն, որ դուք կլուծեք հարցը, պարոն Բեգոյան։ ԵԱՍՄ-ն կտանի աղբը։ ԵԱՍՄ-ն էլ ասեց կտանի աղբը։ Տենց ֆիքսեցինք։ Շնորհակալություն։ Հաջորդ։ Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 91 ներկայացնել տեղեկատվություն օդի որակի բարելավման քարամյա ծրագրի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, քարամյա ծրագիրը ամփոփվել է եւ առաջիկայում առաջարկում են քաղաքապետարանի կայքեջում ի թիվս այլ ծրագրերի ներկայացնել, որպեսզի հանրամատչելի լինի նաեւ հանրությանը։ Ինչպես խոստացել էինք, ծրագրի առավել մանրամասներ ժամանակ առ ժամանակ ներկայացվելու են այստեղ գործակարգավորական խորհրդակցության ընթացքում։ Այսօր անդրադառնալու ենք հանքարդյունաբերության ոլորտին, առկա խնդիրներին եւ առաջարկվող լուծումներին։ Ուրեմն օդի որակի բարելավման հաջորդ սլայդը խնդրում եմ ներկայացնել, արդյունահանման ոլորտը իր զգալի ազդեցությունը ունի մարդկանց առողջության եւ կենսակերպի վրա, զգալի բացասական ազդեցությունը։ Հաջորդ սլայդը խնդրում եմ։ Այստեղ ներկայացված են ուրեմն քաղաքում գործող 14 հանքավայրերը, որտեղ տրամադրված է 17 ընդերքօգտագործման իրավունք։ Նշեմ, որ նաև այս տեղեկատվությունը մեր կիս քարտեզներով նույնպես արկա է։ Հաջորդը խնդրում եմ։ Գրեթե բոլոր հանքերը մոտ են բնակելի տարածքներին եւ բնակիչների համար առաջացնում են անհարմարություններ, դրանք կլինեն փոշու թե աղմուկի տեսքով։ Ունենք նաև 19 ընդերքօգտագործման իրավունք, որոնք ավարտված կամ դադարեցված են եւ որոնք ներկայումս չեն շահագործվում։ Ընդ որում նշեմ, որ հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության մեղմման ուղղված մեր գործողությունները սկսվել են նախքան քարամյա ծրագրի մշակումը, այսինքն քննարկումներ ոլորտը կարգավորող նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, բնապահպանության նախարարության հետ։ Հաջորդը խնդրում եմ։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքի վրա ազդեցություն ունեն ոչ միայն Երևան քաղաքում տեղադրված հանքերը, այլև Երևանի վարչական սահմաններից դուրս գործողները։ Սրանք օրինակ ջրաբերի հանքերն են եւ սլաքներով ցույց է տրված օդի քամու ուղղությունը, որը ուղիղ դեպի Երևան է։ Եվ քանի որ դրանք բաց ավազային հանքեր են, ապա կարծում եմ շատերը նույնիսկ ակնադիտական եղանակով ամառվա ամիսներին կարող եք ակնհայտ տեսնել այդ փոշու ամպերը։ Ինչ գործողություններ էին արդեն իսկ իրականացվել նորից մինչև քարամյա ծրագրի մշակումը եւ ինչ գործիքներ ունեինք, դա շմակ գործընթացներ, որով Երևան քաղաքը կարողանում է սահմանափակել Երևանի վարչական տարածքում նոր հանքերի շահագործման թույլտվությունը եւ Երևան քաղաքում հանքավայրերի օգտակար հանածոների մնացորդային պաշարների ուսումնասիրում
ուսումնասիրության ուրեմն նախաձեռնումը, որը մենք գրեթե մի տարի քննարկում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ Հաջորդ սլայդը խնդրում եմ։ Այս ոլորտում պիտի արձանագրենք որոշակի ձեռքբերումներ, դրանք կլինեն շարունակական քննարկումների, առաջարկությունների հետևանք, այս պահին կարող ենք այդպես արձանագրել։ Կառավարության գործընկերների հետ մեր քննարկումների արդյունքում են սրանք ձեռք բերվել։ Ներկայումս ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՕԱԿ-ում արկա երկրաբանական տեղեկատվության թարմացման աշխատանքներ, որի արդյունքում կգույքագրվեն հանքավայրերը, որոնց պաշարները սպառված են կամ օգտակար հանածոյի արդյունահանման համար տնտեսապես նպատակահարմար չեն։ Սա բխում է մեր այն պահանջ խնդրանքից, որպեսզի այն 19, որոնք որ նշեցինք նախորդ սլայդում, ուրեմն չշահագործվող հանքերը փակվեն եւ իրականացվի ռեկուլտիվացիա, պատճառը, որի համար դրան ընթացք չէր տրվում, այն էր, որ այս պաշարների համար պետք է իրականացվի բավական ծախսատար եւ ժամանակ խլող գործընթաց, որը հիմա արդեն իսկ փաստորեն նախաձեռվել է։ Այսուհետ կենսաբանական ռեկուլտիվացիայից բացի նաեւ իբրև պարտադիր պահանջ կլինի նաեւ լեռնահատկացմամբ տրվող տարածքում ծառատնկման աշխատանքների իրականացումը, այսինքն հանքի շրջակայքում պարտադիր կլինի շահագործմանը զուգահեռ կամ շահագործումից առաջ իրականացնել ծառատնկում։ Կառավարության 25 թվականի մայիսի 22-ի մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 25-30 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N611L որոշմամբ, որի այս 5-ամյա ծրագիրը նաև զուգահեռ իրականացվում է մեր 4-ամյա ծրագրին եւ համահունչ են դրանք։ Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծային ներկայացվող նվազագույն պահանջներում կներառվեն փոշե նստեցնող, այդ թվում փոշե ճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը համապատասխան հաշվարկ հիմնավորումներով, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել հանքարդյունաբերության ոլորտում փոշու արտանետման տարածումը։ Կատարման ժամկետը Հայաստանի Հանրապետության մարզերում սահմանվել է 26 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը, իսկ Երևան քաղաքում 25 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակը։ Առաջիկայում մենք նաև փորձելու ենք աշխատել գործընկերների հետ, որպեսզի փոշեճնշիչ սարքերի իրականացում, փոշու արտանետումը չափող օդի սարքերի տեղադրում պարտադրվի նաև հանքերում։ Այսքանը։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, այո, միանշանակ նմանատիպ կարգավորում պետք է, որպեսզի մենք կարողանանք տեսնել օդի որակը հենց հանքարդյունաբերության կիզակետում, ինչպես հիմա տեսնում ենք մեր խոշոր շինարարական բոլոր օբյեկտներում Երևան քաղաքի, գրեթե բոլոր օբյեկտներում մոտ 160 սարքեր են տեղադրված ամբողջ Երևան քաղաքով մեկ եւ սա շատ լավ է, Տիկին Հայկազյան, շատ կարևոր է, բայց մեր 4-ամյա ծրագիրը պետք է կենտրոնացած լինի առաջին հերթին ձմեռային շրջանի վրա, այսինքն մենք ակնհայտորեն հենց նույն մեր սարքերի տված ցուցանիշները մեզ ցույց են տալիս, որ մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեր օդի որակը վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես նոյեմբերի վերջին, դեկտեմբերին, հունվարին, որոշ չափով փետրվարին եւ գարնան ամիսներին արդեն սկսում է բարելավել։ Ամռանը հիմնականում հիմա որ նայենք օդի որակը այս թեժ շինարարության, հանքարդյունաբերության շրջանում կամ գերազանց է ցույց տալու կամ լավ է ցույց տալու։ Մինչդեռ ձմռան ամիսներին ցույց է տալու շատ դեպքերում անառողջ օդ։ Հիմա հաջորդիվ Տիկին Հայկազյան, ես ակնկալում եմ մի փոքր ավելի կենտրոնացած ծրագրեր մեր սպეციფიկ խնդրի ուղղությամբ, որը որ եւ միգուցե կարող է հավելյալ հետազոտություն է պետք ձմռան ամիսներին, պատճառը ինչը չնայած ակնհայտորեն ամբողջ տարածաշրջանը խնդիր ունի, բայց նաեւ ակնհայտ է, որ տարածաշրջանը ունի խնդիր, բայց Երևանը ավել ունի համեմատած օրինակ մերձ Երևանյան այլ տարածքներին։ Մեկ էլ ունեն խնդիրներ Իգդիրը, մյուս քաղաքները այդ հատվածում գտնվող, այսինքն Արարատյան դաշտավայրի շրջանակում գտնվող բոլոր քաղաքները։ Հիմա եկեք խնդրում եմ մի փոքր մեր կենտրոնացումը տանենք դեպի
ցուրտ ամիսներ եւ հասկանանք ինչ ծրագրեր կան, որոնք որ ուղղված են հենց այդ ամիսներին օդի որակը բարելավելու, որովհետեւ այդպես մակերեսի վրա ինչ որ բաներ ակնհայտ է, հասկանալի է, մշտադալար ծառեր պետք է ավելի շատ ունենանք, այսինքն օրինակի համար ենթադրվում է, որ Դալմայի այգիների մեր տնկումը պետք է իր տրամաբանությունը միգուցե փոխենք, մեր նոր նորքում կառուցվող Միասնիկյանի վերևի հատվածում Լվովյան փողոցի հատվածում կառուցվող այգու տրամաբանությունը միգուցե պետք է փոխենք, հաջորդիվ ակնկալում եմ նաև այս ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, եթե կան վերլուծություններ եւ համապատասխան վերլուծությունները կան օդի որակի չափիչ սարքերից, որոնք որ հստակ մեզ ասում են ամառը լավ է օդի որակը Երևան քաղաքում, չնայած շատ ակտիվ շինարարությանը եւ պոտենցիալ է փոշուն, իսկ ձմռան ամիսներին, որ ենթադրվում է, որ ավելի լավ պետք է լինի, որովհետեւ շինարարությունը այդքան ակտիվ չի, ենթադրաբար հանքարդյունաբերությունը այդքան ակտիվ չի, բայց մեզ մոտ հակառակն է։ Փաստորեն այդ կորելացիան շինարարության եւ հանքարդյունաբերության հետ չի ուղիղ կամ բայց ոչ այն չափով, ինչով որ մենք պատկերացնում ենք։ Պարոն քաղաքապետ, իրականում պատճառը մեզ հայտնի է, դա օդի ինվերսիան է, այսինքն այն, որ եթե շատ պարզ ասեմ, օդ չի շրջանառվում, կանգնած է, հետևաբար արտանետումները բոլոր պահվում են, բայց մենք ուրեմն կընդունենք դա որպես Եկեք ուրեմն մեր արտանետումների լավագույն քառյակը հասկանանք կամ վատագույն քառյակը հասկանանք ու սկսենք հասկանալ այդ վատագույն քառյակի եւ հնգյակի հետ ինչ ենք անում։ Մենք ունենք հստակ պատկեր, որ գործոններից է արտանետումների քանակը, որ չափաբաժինը։ Ըստ չափաբաժինների չէ, բայց մեզ մի քիչ ժամանակ տվեք, մենք ձեր ուրեմն այս նշած ուղղությամբ մեկ ամիս հետո ներկայացնենք մի հատ վերլուծություն ձմռանը հենց վերաբերող խնդրի։ Դե Տիկին Հայկազյան, ինձ թվում է համաձայն է, կարող է համաձայն չեք իմ պնդումների հետ, համաձայն եք, չէ, ձմռան ամիսներին ունենք խնդիր, ամռան ամիսներին այդքան մեծ խնդիր չունենք, այնուհա, լոկալ ինչ-որ խնդիրներ ունենք, մեր հիմա օդի որակի չափիչ սարքերը օնլայն հենց հիմա որ միացնենք, որոնք որ տեղադրված են շինարարական կիզակետերում։ Ներքևներ, Խնդրում եմ, հələ միացրեք, էլի։ Այս կարևոր է անընդհատ այս բանի մեջ շրջապտույտից դուրս գանք, էլի, որովհետև ես հասկանում եմ իհարկե մենք համապատասխան միջոցներ նաև պետք է կիրառենք, եւ որ ավականու որոշումները որոշ շինարար